բոլորս միասին ասենք փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը, ամեն։ Մեր հրանդակվերնա Ռաստովից որ ասում է ինքը նա ժողովուրդ ջան, Տերորդնից ես։ Տերորդի բոլորից բարևներ, ջերմ բարևել են մեր ընդդեղի քույր եղբայրները, սիրով Տերորդի բոլորից։ Մենք բոլորս այսօր հավաքվել ենք այսօր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ծնունդն, ծննդյան օրերը։ Հիմա Սուրբ Գիրքը մեզ չի հիշեցնում, այսինքն չի ասում ստույգ օրը, վաղտը, ժամանակը, բայց մենք գիտենք, որ Աստված իր որդուն ուղարկեց աշխարհ, որ մարդկանց որդիներին անի Աստծո որդիներ, ասենք փառք դրա համար մեր Աստծուն։ Դա մեծ հայտնություն է, թող Տերը օրհնի, դա երկնքից այդ հայտնությունը, որ Աստծո որդին թողել է երկինքը։ Գիտեք, այնտեղ մենք Սուրբ Գիրքը կարդալով գիտենք, որ այնտեղ ոչ լաց կա, ոչ տրտմություն կա, ոչ հիվանդություն կա, ոչ ծանրություն կա, ոչ մտածմունք կա, մտածենք այ մարդ առավոտ գործի տեղը դնած փող կտան, կամ չեն տա, հոգս չկա, չենք մտածում առավոտ լավ այսօր էսս հենց արեցինք, վաղ ինչ ենք սարքելու, կամ էս մի հոգսը, ամեն մի հոգս էս աշխարհային հոգսերը չկան, այնտեղ դարդ ու ցավ չկա, հիվանդություն չկա, ուզում եք տեսնել այդ հան, Տերը օրհնի բոլորիս, այո, մենք բոլորս էլ ուզում ենք, ամեն մարդու ձգտումը հիմա այդ է, որ ունենա անդարդ, անցավ, անհոգ կյանք։ Հիսուս ասում է, դե արի ես կտամ, ասում է թե չէ։ Հիսուս Քրիստոսը այդ մեծ երկնքի թագավորությունը, հարստությունը, պալատները, դա ես մարդկային ով եմ ասում, էլի, ոնց որ մենք կարանք պատկերացնենք այնտեղի շքեղությունը։ Հենց հասկանալի եմ ասում։ Այդ ինչ ասում եմ, ամեն մեկս կարանք մի 1000 անգամ կրկնապատկեն ու պատկերացնենք այնտեղ ինչ վիճակը, որովհետև Պողոս առաքյալը որ գնաց էր տեսել, եկել էր ասում է, բան ոնց չեմ կարա նկարագրեմ, չեմ էլ կարա ասեմ, որ հասկանալի լինի մեզ։ Ու շատ մարդիկ, որ բախտավիճակվել, որ տեսել են այդ ու պատմում են, չեմ կարող պատմել։ Մարդկային մեր հասկացածով ես կարամ ես ասեմ ու վերջում էլ ասեմ մի 1000, մի միլիոն անգամ բազմապատկեք ու տեն շքեղություն պատկերացրեք այնտեղ։ Հիսուս Քրիստոս ասում է, այդ բոլորը ես կարամ տամ ձեզ։ Միայն ինչ ապեք մեզանից։ Պետք չի, չէ, ես իմ սարեր, ես իմ ձորեր, ես իմ ինչ անենք, հիմիկու ասում է բոլոր կրոնները ամեն մեկը մի բան ուզում են։ Օրինակ հայրենիքը ինչ ասում, հայրենիքի համար ինչ պետք է ասում, չէ, մեզ երեխա վախտանից սովորացնում են, չէ, ասում եմ մի մտածի հայրենիքը, ինչ տա քեզ, մտածի դու ինչ ես տվել հայրենիքին, չէ, չէ, դա նորմալ է, դա լավ է, դա ոնց որ մարդկային որ նայում ես, դա ճիշտ է, բայց դե Աստված այսօր չի ասում ինձ ես տուր, այսօր ինքը եկել է, մենք ես նշում ենք ծննդյան տոնը, որ ինքը տա մեզ, ոչ թե ասում է դու ծառայի մարդուն ինձ, այլ ինքը եկել է ծառայելու մարդուն, ասենք փառք երկուսի Աստծուն, հասկանում եք, հիմա մենք գիտենք աշխարհի տարբեր մասերում թեժ կետեր կան, չէ, ու գիտենք, որ ղեկավարվում են военноначальник, զորագլուխներ ունեն, չէ, հայերեն ճիշտ ասի, չէ, զորագլուխներ, այսինքն այդ պատերազմը, այդ կոնֆլիկտն է, այդ ինչն է, վարող կա, չէ, ու այդ վարողը ինչ-որ մի տեղ նստած ղեկավարում է, այո, հոգևոր կյանքն էլ է պատերազմ, բայց հոգևոր կյանքը Հիսուս Քրիստոսը մեր հավատքի առաջնորդն է, մեր հավատքի առաջնորդը գնում է զինվորի դեմից, մենք Քրիստոսի զինվորներ ենք, բարի պատերազմ, բարի պայքար է, որ կատարվում է հոգևոր աշխարհում, որպեսզի մարդը ունենա փրկություն, այդ պատերազմի գլխավորը զորագլուխը կանգնած է զորքի առջևը,
ասենք փառք մեր զորակողին։ Այո, միայն հավատք կա պետք մեզ, որ հավատան, որ Հիսուս Քրիստոս մի անգամ եկավ աշխարհ, մահացավ, որ մենք բոլորս ունենանք կյանք հավիտենական։ Ով որ ունի Հիսուս Քրիստոսի կյանք ունի, ով որ չունի, կյանք չունի, չէ տեսել, չէ պատկերացնում։ Ես ինչ մենք տենում ենք, դա ժամանակավոր է, մի օր վերջանալու է։ Ոնց որ ասվեց, որ այնտեղ որտեղ որ պարկած են, ոչ մեկ իր գործը չի վերջացրել։ Ոչ մեկ։ Մոտիկանում ես արդեն պարկածը հրաժեշտ տալի, եկել են, հավաքվել են, իր տան անդամները հավաքվել են, հարազատները, որ հրաժեշտ տան, դեռ գիտեն մարդը, ինքն էլ գիտի արդեն, որ վերջ։ Բայց իր ուշքու միտքը հələ դեռ որ խոսցնես մի 100-150 տարվա պլաններ ունի, գործեր ունի, հասկանում եք մարդը խաբված է այսօր, իր տեսածով, իր հասկացածով, մարդը խաբված է, ու հետի ոչ թե մեղավորնա կողքերը պիտի, ինքը իրան խաբել է, մի քիչ էլ օգնել են, վերջ, բայց այսօր Հիսուս Քրիստոսը իր խոսքը մատակարարում է ամեն լսողին, այսօր ամեն մեկը ով լսում է, ասում է, ով ականջ ունի թող լսի, մենք բոլորս էլ ականջ ունենք, բոլորս էլ լսելու ունակություն ունենք, լսելը միայն այդ ֆիզիկական լսելը չի, լսելը նաև կատարելն է, լսել Աստծո խոսքը, պահել Աստծո խոսքը, ընդունել հավատքով, սա է կյանք տվողը, թող Աստված փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, դուք պատկերացնում եք թողնել երկինքը երկնային արքայությունը, երկնային պալատները համեմատելու չի, բայց Հիսուս Քրիստոսը այդ ամենը թողեց։ Ես կուզեմ ընթերցել, ուրեմն ընթերցում եմ Կորինթացիս, երկրորդ Կորինթացիս 8:9, որովհետև գիտենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացավ, նա որ հարուստ էր, որ դուք նրա աղքատությունով հարստանաք։ Հիսուս Քրիստոսը այդ ամենը թողեց, որ մենք Հիսուս Քրիստոսով հարստանանք, որ մենք ունենանք Հիսուս Քրիստոսին մեր ներսը, որ մենք ապրենք իր հետ ապրենք։ Ես մի տեղեր կուզեմ ընթերցեմ ու մի բան վկայեմ, ես կուզեմ ընթերցեմ Փիլիպպեցիս 2:6 խոսքից, որ Աստծո կերպարանքումը լինելով, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց և ծառայի կերպարանքով առնելով, մարդկանց նման լինելով, իր կերպարանքովը մարդի պես գտնվելով, իրեն խոնարհացրեց և հնազանդ եղավ մինչև հիմա, և այն էլ խաչի մահ։ Մեր Աստված ընտրեց այդ Հիսուս Քրիստոսը, որ ես ու դու ունենանք հավիտենական կյանք։ Հիմա արժի դա գնահատել մեր ապրած կյանքով, թե չէ։ Եթե այո, այսօր Հիսուս Քրիստոսը սպասում է քեզ, այսօր գրկաբաց սպասում է ինքը քեզ, որ ինքը այսօր քեզի ունի բան ասելու։ Եթե ուզում ես ինչ-որ բան ասես Հիսուս Քրիստոսին, միակ միջոցը ծնկների վրա, բացես սիրտը, թափես քո սրտի, ինչ քեզի ծանրացնում է, ինչ քեզ սպանում է։ Ուզում ես, որ Հիսուս Քրիստոսը քեզի խորհուրդ տա, բացում ես Սուրբ Գիրքը, սկսում ես իր խոսքերը կարդալ, հավատքով, որ դա ուղղված է քեզ, ինձ, ամեն մի կարդացողին, ով որ ընդունում է ու պահում այդ խոսքը։ Գիտեք եմ ասում, շատ թարմ, ես շաբաթ օրը դուրս եկամ, մենք աղոտ կարեցինք առավոտ շուտ, բնոջս հետ, իմ կին ասեց գնում ենք, ասի չգիտեմ, հենց վիճակ էր, ձուներ եկել, ամսի 2-ին պետք է դուրս գայինք, ասեցին փակա, կանգնած է, ամսի 1-ի ժամը
6-ից փակել են ու ասում է շարժ չկա տամոժնիում Վլադիկավկազ լարսը փագասալը ձնտակա մենք դե ուզում էինք գայինք պլանները գծել ենք այդ մենք էինք գծել ես ու կինս չոքեցինք ասենք աղոթ ունենք եթե մինչև ժամը 3-ը ցերեկ աբեդից հետո չբացվեց չենք եթարում նույն հասու կամ կետավոր չետան եթե բացվեց ասեցին բացավ մենք եթում ենք մնացած աստվածախ հարցերը լուծելու է Էդի հավատքն է ու մեր մտածածն է ես խնդրել էի աղոթք անելու թե մեր 24 ժամը թե մեր գծի ժողովուրդը թե եկեղեցիներում թե եղբայրներն էին հոգսները ես հիմա մենք դի գնայինք աղոթք արեցինք կնոջս հետ եկավ ժամը նայեցի ժամին ասեցի ես գնում եմ գնացի սենյակ էլ արդեն էլ ոնց որ հիասթափ է չկար սոյ չեմ գնում բայց դե դին որոշում էր բայց Աստված ունի իր ծրագիր Աստված ոչ մի աղոթք անպատասխան չի թողնում ոչ մի կապ չունի ով աղոթում ամեն աղոթք լսում է ամեն աղոթք լսում է Աստված թողտերը փառավորվի գնացինք Մենք էլ ես մտամ սենյակ, անցավ շատ չէ, մի 10-15 րոպե, ինձ մտավ բագրում են սահմանը բացա, դե կապ ունեին դների կանգնած ժողովրդի հետ։ Երրորդ օրն էր գնում արդեն, որ մարդիկ կանգնած էին, պատկերացնեք ինչքան հերթ էին ասում, հերթը ասեցի լավ գնացինք, աղոթք արեցինք Խնդրեցի նորից աղոթելու, մեր հայկական խումբը, մեր եկեղեցին ընդեի, գծմել ենք ասել եղբայրներին, տուննել ասեցի կասես մոմ աղոթք ենք գալու, դե ես չեմ կարա դուրս գամ, չնայած ուզեցի դուրս գամ, մոմենտ մտամ, դուրս եկամ, դե ճանապարհին էր, հարմար չեն խոսել, այնքան որ արծեի, ասի եղբայրներ, որ ես ճանապարհին եմ աղոթք արել, դե ես հավատում եմ, որ Աստված ունենք, մենք եղբայր ունենք, անունը Հայկ աղբեր նույն տեղ որ գնում ենք, ասում աղբերներս, իմ մի վախեցեք, եկեք մի հատ աղոթք անենք, ես ձեր հետ եմ, Հիսուսն էլ իմ հետ է։ Հիմա ես գիտեմ, որ Հիսուս իմ հետ է։ Պողոս Առաքյալի համար 275 հոգի, ասեց քեզ եմ բախշում, Պողոս։ Հիմա այդ մարդիկ վախենալու չունեին, գիտեք, որտեղ Պողոսի հետ Հիսուս Քրիստոսն էր, ասենք մեր Տիրոջ անունին փառք։ Հալելույա։ Իր զավակի հետ է, եթե Հիսուս Քրիստոսը քո հետ է, դու իմացի, որ դու պրոբլեմ չունես։ Ով չի ուզի, որ Աստված իր տեղը բոլոր հարցերը լուծի։ Օրինակ ես կուզեմ։ Թող Աստված իմ առջևից է, թե ես էլ խելոք գլուխս կախ իր հետևից եթամ։ Ինքը բոլոր հարցերը լուծելու է, թող Տերը փառավորի։ Թողտերը փառավորի։ Այդ հավատքով գնանք Տիրոջ հետևից։ Եկանք հասանք Լարս, ճանապարհը շատ ծիրուն անցավ։ Ու այնտեղ մի քիչ դժվարություններ պահեր կար, բայց մենք ես գիտեմ, որ Տերը մեր հետ է։ Դժվարությունը դա դժվարություն չէ։ Եկանք հասանք Լարս, չեք պատկերացնի 3 օր հերթել է, հերթի ծայրը չի երևում։ Եկանք Տամոժին 3 հոգի մարդ էր, երրորդ մեքենա ես կային, ասա հեսա կայնել եմ, ստես ամենավերջինն է այդալու։ Կանգնեցի, կողքինները գնացին, մենք մտանք Տամոժին, սկի մեր սունկեկներ չնայեցին, ասեմ չգնամ։ Ասի ես գիտեմ, վերևը ասել է, վերևից արդեն հրամանն էլ է։ Հալելույա։ Մենք դուրս եկանք, հասանք Վրաստան, մտանք Վրաստան, ասում եմ բացեմ, ասում եմ չի մարդ։ Դու տամոժնիկ տես, ես ասեմ դուրը բացեմ նայ, դու ասես չէ քշի։ Մտնելու դուրս գալ եմ եկել, ասում եմ փակ քեզ Տիրոջ, այն Աստծո գործերը սենց հալում։ Ամեն։ Ես գիտեմ, հեսա այդօր եմ կայնեմ, չգիտեմ, երբ ենք հասնելու Հայաստան, բայց այդ իմ մտածելն է, Աստված ուրիշ ձև է մտածում։ Մեր ճանապարհները Աստծո ճանապարհները չեն, Աստված որ մտածում է, մարդը չի կարող պատկերացնել, ինչ պիտի լինի, թող Տերը փառավորվի։ Ասեմ իմանաք, մենք սարը հելանք իջանք, մենք իջել ենք, մեզանից հետո սարը փակել են էլի։ Ոնց որ Աստված էդի բացել, որ մենք գայինք։ Թող իր անունը, էսի հրաշք կա, էսի հրաշք կա։ Մենք եկանք Հայաստանի Տամոժին կանգնելու այնքան հերթ է, մինչև Սադախտորի վերջը հերթ է։
Աստված ունենց անցկացրեց, ի ոչ էլ զգացին։ Էդ էլ չգիտեմ, եկամ կանգնեմ ասեմ, ախպեր ջան, կարամ ստեղ կանգնեմ, մի քիչ առաջ էի գնացել, էլի։ Հա, ասեց չէ, դու գիտես, գնացին մի քիչ էլ առաջ կանգնեմ, լավ ես ախպեր ինձ ասում, ասում փառք Աստծուն, ասի կարամ կանեմ, ասել չէ, գնացի առաջ ընդուց մեկ ասում, արի ախպերին դեմը կայնի, ասում փառք ես Եսուս ջան, գնացին կանգնին դեմը համարը դեմն էին, էդ էլ անցան գնացին, Աստված տարավ հասցրեց տեղ, հիմա վերելա ստեղ ու իր անունը փառավորում եմ ես ձեզ հետ միասին, թող իր անունը փառավորվի։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք երբեմն մտածում ենք հնարավոր չի կարա լինի, բայց Աստված տան չի ասում, վերջի խոսքը ամենավերջին է, դա Հիսուս Քրիստոսն է, ինքը պետք է ասի։ Դու ասա քոնը, դու խնդրվածքը, ինչ կա քո ներսը, բեր Տիրոջ առջև, բայց որոշում կատարողը որոշումը դի երկնքից ունի։ Եթե երկնքից հայտնություն եղավ, ես ու դու երջանիկ մարդիկ ենք, երանելի մարդիկ ենք, որովհետև մեր որոշումը ընդուծել է։ Դա այո եւ ամենա, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։